Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ընդունիր ինձ ինչպես քո ծառային։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, սիրելի բարեկպաշտ քրիստոնյաներ, մի պահ պատկերացնենք մի մարդ, որ ամեն ինչ կորցրել է։ Ոչ միայն ունեցվածքն է կորցրել, այլև կորցրել է իր խաղաղությունը, կորցրել է իր արժանապատվությունը, կորցրել է հույսը վաղվա օրվա նկատմամբ։ Եվ ահա նա կանգնած է հոր առաջ եւ ասում է ընդամենը մի նախադասություն. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ։ Այս խոսքը պարզապես խոստովանություն չէ, այս խոսքը իրականում շրջադարձ է։ Սա վերածնունդ է։ Այն պահն է, երբ դժոխքի ճանապարհը փոխվում է դեպի հայրական տուն։ Եվ այսօր ուզում եմ, որ մենք ոչ թե պարզապես լսենք անառակ որդու մասին, այլ մեզ գտնենք նրա մեջ։ Սիրելի հավատավոր եղբայրներ եւ քույրեր, երբեք դուք վերջին անգամ Աստծուն ասել. Հայր, մեղանչեցի քո նկատմամբ։ Ոչ թե ձևական, ոչ թե ընդհանուր, այլ իսկապես սրտից բխած։ Որովհետև շատերն այսօր ուզում են Աստծո օրհնությունը, բայց չեն ուզում անառակ որդու խոնարհությունն ու խոստովանությունը։ Ավետարանը չի ասում, որ որդին սկզբում ուղղեց իր կյանքը, չի ասում, որ նա նախ մաքրվեց, հետո վերադարձավ։ Ոչ, նա վերադարձավ հենց աղտոտված, կեղտոտ վիճակում։ Սա ավետարանի մեծագույն հույսերից մեկն է։ Աստված քեզ սպասում է ոչ թե այն ժամանակ, երբ դու կատարյալ լինես, այլ այն պահին, երբ դու անկեղծորեն կասես հայր մեղանչեցի։ Սուրբ հայրերը շատ խորն են բացատրում այս խոսքը։ Սուրբ Հովյան Ոսկեբեյանն ասում է, Աստված չի պահանջում երկար խոսքեր, նա պահանջում է սրտի փոփոխություն։ Ընդգծում է, որդու ողջ փրկությունը սկսվեց մեկ նախադասությունից, ոչ թե մեծ գործերից, նրա խոնար խոստովանությունից։ Սուրբ Եփրեմ աստորին ասում է, որդին դեռ չէր ավարտել իր խոսքը, բայց հայրն արդեն վազում էր։ Սա իրականում շատ հզոր եւ մեծագույն պատկեր է։ Սիրելիներ, Աստված չի սպասում, որ դու կատարյալ ապաշխարես, նա վազում է դեպի քեզ այն պահին, երբ քո սիրտը կոտրվում է։ Այսօր մարդկանց մեծ մասը ցավոք մեղքերից չի վախենում։ Մարդիկ վախենում են խոստովանել մեղքը։ Մենք անընդհատ արդարացնում ենք ինքներս մեզ։ Դե բոլորն են անում, ժամանակներն են փոխվել, ես այնքան էլ վատը չեմ, բայց իրականում անառակ որդին ուրիշ ճանապարհ ընտրեց։ Նա չասաց. հայր, գիտես, պայմաններն էին մեղավոր, որ ես այդպիսին դարձա։ Կամ չասեց, հայր, շրջապատս էր մեղավոր, ընկերներս, բարեկամներս, գիտես, ընկել էի այնպիսի միջավայր, որտեղ որ անդադար ինձ մեղքի էին առաջնորդում։ Կամ երբեք չասեց, գիտես, հայր, կյանքը դժվար էր, պայմանները եւ այլ այսպես, այլ ուղղակի ասաց, հայր, մեղանչեցի, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Սա ապաշխարության սկիզբն է։ Շատերը չեն վերադառնում Աստծու մոտ ոչ թե որովհետև ճանապարհ չկա, այլ որովհետև հպարտությունը փակել է ճանապարհը։ Սուրբ հայրերն ասում են, մեկ մեղանչեցին կարող է բացել դրախտը, բայց մեկ հպարտ ես ճիշտ եմ կարող է
փակել դրախտի ճանապարհը։ Եթե ուզում ենք, որ մեր մեղանչեցին կենթանի եւ զորեղ լինի, ոչ թե դատարկ, ապա պետք է ունենանք հետեւյալ գործողությունները եւ նշանները։ Առաջին գիտակցում, տեսնենք, որ մեղքը առանց արդարացման, երբեք չփորձենք արդարացնել մեր մեղքը, սխալը։ Անառակ որդին չքննարկեց, նա ուղղակի ընդունեց իր սխալը։ Երկրորդ ունենանք խոնարհություն, նա ասեց, որ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Սա հստակ ցույց է տալիս մարդու կոտրված սիրտը, ոչ թե վիրավորված ինքնասիրությունը։ Եվ երրորդ վերադարձի քայլ կատարենք։ Նա պարզապես միայն չզղջաց, վերադարձավ, գործով ցույց տվեց, որ իր զղջումը եւ պատրաստ է այդ զղջումը գործի վերածել։ Սիրելիներ, այսօր շատերս ենք լացում, բողոքում մեր մեղքերի համար, բայց չենք ուզում փոխել մեր ուղղությունը։ Ավետարանի ամենահուզիչ պահն այն է, երբ հայրը վազում է դեպի իր որդին։ Սուրբ հայրերն ասում են, Աստված միշտ առաջին քայլն է անում, բայց նախ եւ առաջ սպասում է, որ մենք այդ մեղանչեցի, մեղք գործեցի բառը մենք ի սրտե ասենք։ Այսօր էլ իրապես Աստված նայում է մեզ։ Միգուցե եկեղեցու դռան մոտ, միգուցե մեր սրտի մոտ կանգնած, միգուցե հենց այս պահին եւ սպասում է մեկ նախադասություն մեզնից։ Հայր, մեղանչեցի երկնքի դեմ։ Սիրելի հավատացյալներ, եթե այսօր քո սիրտը ծանր է, եթե կա մեղք, որ քեզ ներսից կրծում է, եթե կա հեռացում Աստծուց, մի սպասիր վաղվան, հետոին, մի սպասիր ավելի լավ ժամանակի։ Անառակ որդին փրկվեց այն օրը, երբ վեր կացավ։ Եկեք այս պահին յուրաքանչյուրս մեր սրտում տեսնենք եւ ասենք, Տեր, ես էլ եմ մեղանչել, բայց գալիս եմ քեզ մոտ։ Մի մերժիր ինձ, այլ ընդունիր ինձ ինչպես քո զավակ։ Այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։